Martha, do es. Je weet meg Martha, do es. Tasut kas. O do es edma. Je weet meg Martha, do es. 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 Du es, du hast kamen, so du amenachzornes, du amenakparognes. Erek, ինը տարի առաջ այդ հաստավի օլիգարխները մտածում էին, որ քո ճակատագիրը կարան որոշեն, բայց այսօր դու ես որոշում իրանք ճակատագիրը, դու ես որոշում իրանք ճակատագիրը, դու ես որոշում, թե ինչ կլինի իրանց հետ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը, ով այրեն համարում այդ մեկ մարդը, թող ձեր բարձացնի, ով այրեն համարում, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, բերձին, տավուշին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Դեվեր Ջորջ ջան, գնացեք չայ խմեք, որ չմրսեք։ Երեխեք դուք էլ գնացեք արագ տուն, թեյ խմեք, որ չմրսեք։ Իսկականից եմ ասում։ Իհարկե, Բերդի անձրևը Մաստարայի անձրևի համեմատ բանա, որ տենդե համ ցուրտ էր, համ անձրև էր, ստեղ տաքա եւ անձրևա եւ նույնիսկ հաճելի է։ Հա, իմիջայլոտ ասեմ, հիշում եք, որ ես խոստացել եմ, որ Բերդում մարզական կենտրոնը կառուցվելու, նոր ճանապարհին նախարարի հետ խոսացի, ասի ինչա, նախագիծը պակա, պատրաստ է եւ առաջիկայում մենք մրցույթը կհայտարարվի եւ մարզական կենտրոնի շինարարությունը կսկսվի։ Մնացածն ինչ արել ենք Ժորժ ջան եւ ինչ չենք արել, դուք ամեն ինչ գիտեք, բայց ելի եմ ասում, այն որ ես արդեն 8 տարի է Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ որոշողը դուք եք, ես վարչապետի կարգավիճակում ընդամենը վկայությունն եմ այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը Իրանից մեկին, որովհետեւ դե այնուամենայնիվ այո ասել եմ շատ վարչապետներ եւ տեխնացուներ, բայց մեկը պետք է լինի, որ այդ աշխատանքում աշխատի։ Ինչի եմ ես 8 տարի վարչապետ, որովհետեւ դուք որպես բարձրագույն իշխանություն ինձ ընտրել եք վարչապետ եւ դուք, ես ասում եմ ժողովուրդը տերն է, ես ծառան եմ, դուք ինչ որոշեք, ես հնազանդ ձեր որոշման կատարողն եմ, բայց նաեւ որպես Հայաստանի Հանրապետությունը 8 տարի առաջնորդած եւ Հայաստանը պատերազմի փակուղուց խաղաղության խաչմերուկի շեմին ձեր աջակցությամբ հասցրած մարդ, ես էլի ու էլի ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ դրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բերձին, Տավուշին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Լավ եք Ժորժ ջան։